Այսօր ես էլ ուզում եմ վկայեմ իմ ապաշխարության համար, թե ինչպես եմ ապաշխարել, ոնց եմ եկել Աստծուն, ոնց եմ ճանաչել կենդանիս Տիրոջս։ Նախ ասեմ, որ փոքր տարիքից ես դեռ դպրոց չէի գնում, երբ որ պառկում էի քնեի, անընդհատ ինձ մտքեր էր լինում, որ ինչի է, եթե մարդը ծնվում է, հետո պիտի մահանա։ Արդյոք դրանով վերջանում է մարդու կյանքը։ Անընդհատ ոնց որ տանջեր ինձ այդ հարցը։ Անընդհատ ես մտածում էի, որ ասենք մամաս էլ, պապաս էլ մեծանալու են մահանան, ինչի է կյանքը այդ ձևի, եթե մարդը պիտի ծնվի ու մահանա։ Ու այդ մինչև դպրոց գնալը ոնց որ անընդհատ այդ տանջում էր այդ հարցերը։ Հետո դպրոց գնալով ես մտածում էի, որ դպրոցում սովորեցնում են, կարողա դպրոցում ես կարողանամ դրա պատասխանը ստանամ։ Բայց դպրոցում էլ պատմություն էինք անցնում, պատմությունը գիտեք, այն ժամանակ ԽՍՀՄ պատմություն կար, մի քանի պատմություններ էինք անցնում, որ մարդը կապիկից է ստեղծվում, որ տարբեր որ ոնց բան էին անում, ոնց որ Աստծու մասին ոչ մի բան չկար։ Կապիկից էր առաջացել մարդը, երկիրը հրաբուխներից էր առաջացել, ու ոնց որ այտենց ես իմ պատասխանը ման էի գալի, տարբեր տեղեր, անգամ կենսաբանությունը, մարդու կառուցվածքը, միշտ մտածում էի, ինչ որ միտեղ ես պիտի էդի իմանամ ու գտնեմ, բայց չէր ստացվում։ 90-ական թվականներին, երբ Սուրբ Հոգու դռները բացվեց, Հայաստանում այդ ժամանակ բոլորս կհիշենք, տարբեր տեղեր երգում էին, Աստծուն էին փառաբանում, կանգառներում, երբ որ անցնում գնում էինք, զարմացած մոտիկանում նայում էինք, փառաբանում էին Աստծուն։ Այդ ժամանակներում իմ պատմության ուսուցչուհին ինքը կենդանի Աստծուն էր ճանաչել, ապաշխարել էր, բայց դպրոցում դե այն ժամանակ թույլ չէր տրվում, որպեսզի բարձրաձայնեն դրա մասին։ Հիշում եմ, մի օր եկանք մտանք դասարան, տեսնենք գրատախտակին գրված է «Հայր մեր աղոթքը»։ Ու մեր դասատուն պատմության ուսուցչուհին ասեց. «Էս աղոթք է, դուք բոլորդ սովորեք անգիր ու քնելուց առաջ աղոթեք, էս աղոթքը ձեզ կյանքում շատ պետք կգա»։ Ու ասեց մի բան էլ ձեզ ասեմ, գրքերին այդքան գրված է, բայց մի հավատացեք, Աստված է ստեղծել մարդուն ու երկինքն ու երկիրն էլ ստեղծել է Աստված։ Էդի ինձ այնքան մեծ բան տվեց, ոնց որ ուրախություն եկավ իմ մեջ։ Ու դրանից հետո ոնց ասել էր պատմության ուսուցչուհին, ամեն անգամ ես քնելուց առաջ, ինչքան էլ հոգնած լինեի, ինչքան էլ ինչ որ զբաղված լինեի կամ ինչ որ մի բան դասեր ունենայի, ես պիտի անպայման այդ աղոթքը անեի, ու այդ աղոթքից հետո իմ մեջ գալիս էր մեծ խաղաղություն ու հանգստություն։ Ոնց որ ես սենց առաջվա այդ փոքր ժամանակվա իմ վախերը, որ մտածում էի մարդը պիտի մեռնի, մարդը պիտի ինչի է ապրում, ինչի է ծնվել, որ պիտի մահանա, ոնց որ մեջս խաղաղություն էր եկել։ Հետո ես ամուսնացա 97 թվականին, Տերը արդեն պատրաստել էր երևի իմ ճանապարհը ճանաչելու կենդանի Աստծուն, իմ ամուսնու միջոցով, իր քրոջ միջոցով։ Այդ ժամանակ ես չգիտեի, որ ամուսնուս քույրը, մեկ էլ իր մաման գալիս են եկեղեցի, ճանաչում են կենդանի Աստծուն, որ ամուսնացել էի արդեն ապրում էինք իմ տալը ոնց որ քանի անգամ տենց եկավ ու ասում էր արի գնանք եկեղեցի, ես աղոթել եմ, որ իմ եղբոր կանայք պիտի հոգևոր լինեն։ Ես էլ դե չէի հասկանում, ասում եմ բայց Աստծուն ճանաչեն, կենդանի Աստծուն ճանաչեն։ Ես ասում եմ դե Աստված կա իմ մտքում ոնց որ ինչ պարտադիր է, որ լրիվ այդ ձևով ճանաչես։ Բայց ինքը ամեն անգամ գալիս էր ու այդ ժամանակ էլ հիշում եմ, հենց գալիս էր կեսրարս ջղայնանում էր, ասում էր դու որ գնում ես այտենց տեղեր, այս հարցներին հանկարծ չտանես։ Բայց դե որ ասում է Աստծու մոտ անհնարին ոչ մի բան չկար։ Տերը իր գործը սկսել էր ու ամեն անգամ երբ գալիս էր այն ժամանակ հավաքվում էին, հիշում եմ մաշինաստրայեցելուն Ֆյոդոր Վլադիմիրովիչի մեր հովիվն էր ու առաջի անգամ որ կանչեց, ես այդ ժամանակ ճիշտն ասած արդեն
տղայովս հղի էի, վատ էի ինձ զգում շատ, բայց որպես որ ասենք ամուսնուս քույրը կանչում, ասում էի լավ, ոնց որ իրան վատ վիճակի մեջ չգցեմ, ու ասեց արի գնում ենք եկեղեցի։ Եկեղեցի ես գիտեի, որ պիտի գնանք, ոնց ենք Հայաստանում գնում, մոմ պիտի վառենք, եկեղեցի են գնում, բայց լրիվ ուրիշ բան էր։ Ու եկանք մաշինաստրայեցելում հավաքույթ էր, հիշում եմ առաջի անգամ հենց մտանք, փառաբանությունը սկսվեց, չգիտես ինչի, անկախ ինձանից արցունքները առատորեն հոսում էին։ Ես չէի հասկանում իմ հետ ինչա կատարվում, լսում էի փառաբանությունը, աչքերիցս արցունքները առատապես գնում էին։ Հետո այն ժամանակ ռուսերենը այդքան լավ չէինք հասկանում, ոնց որ ես էլ արդեն որ սկսեց հովիվը խոսել, քարոզել, ռուսերենով ես այդքան չէի հասկանում, ոնց որ անընդհատ քունս տաներ, չուզենայի էլ լսեի։ Բայց երկրորդ, երրորդ անգամ այդ փառաբանությունը այնքան մեծ զորություն էր, այնքան ոնց որ իմ մեջ փոփոխություն էր բերել, ոնց որ մի բան ինձից ձգեր։ Ու նորից որ քանի անգամ էլի տենց տալս գալիս էր, ասում էր արի գնանք եկեղեցի, ես արդեն ոնց որ sense ինքս էի ցանկանում, ինքս էի ուզում որ գայի։ Ու ամեն անգամ երբ էլի գալիս էի փառաբանության ժամանակ տիրոջ զորությունն էր, ներկայությունն էր, արցունքներ էր գնում ու լսում էի խոսքը, հասկանում էի շատ բաներ կար, որ չէի հասկանում, բայց Տերը իր գործը արդեն սկսել էր իմ մեջ։ Հետո հիշում եմ, որ մի քանի երևի էդի մի երկու ամիսը տենց մի քանի անգամ գնացել եմ, բայց այդ օրը ոնց որ տալս եկավ էլի ասեց արի այսօր ճիշտն ասած ես աղոթել եմ, Տերը ասել է, որ դու պիտի Սուրբ Հոգով մկրտվես։ Ես էլ դե չեմ հասկանում, ոչ գիտեմ Սուրբ Հոգին ինչ է, ոչ հասկանում եմ։ Ու տենց ոնց որ էլի այս անգամ էլ եկա։ Այդ օրը Ֆինլանդիայից, Նորվեգիայից, Շվեդիայից հյուրեր կային մեր եկեղեցում։ Հիշում եմ, ավարտվեց, հավաքույթը վերջացավ, արդեն աղոթք էր գնում բժշկության համար, ովքեր ինչ խնդիրներ ունեն, ովքեր հոգսեր ունեն, անցնում էին բոլորը սենց ու ասում էին ով ինչա ցանկանում։ Ես այդ ժամանակ ասեցի ուզում եմ Սուրբ Հոգով մկրտվեմ։ Ռուսերեն ոնց որ տալիս հարցրեցի ոնց կարող եմ ասեմ, ինքը ասեց, այնտեղ էլ արդեն թարգմանում էին, դե ֆիներեն, ռուսերենով թարգմանում էին, ասեցի «Хочу креститься Святым Духом»։ Այդ եմ ասել ու էլ ոչ մի բան ոնց որ այդ դահլիճը իմ աչքին էր չլիներ։ Ես մի հատ տեսիլք տեսա տեսիլք, որ մինչև հիմա իմ աչքերի առաջ է, դա տեսել եմ 27-28 տարի առաջ։ Աստիճաններ էր, սանդուղքը բարձրանում էր դեպի երկինք ու աստիճանների կողքերով ճրագակալներ էին, այնքան ուժեղ էր այդ լուսավորությունը ու ինքը բարձրանում էր դեպի երկինք։ Ես որ տեսա ու այդ րոպեին սկսեցի աղոթել Սուրբ Հոգով։ Ես ասեցի, ես ինչա կատարվում իմ հետ, բերանս ձեռքով դրել էի ձեռքս բերանից, որ զգում էի բառեր եմ ասում, տարբեր բառեր, ձեռքս դրել էի, վախեցել էի, ասում եմ, ես ինչ եմ ես խոսում, ինչ եմ ասում, բայց հետո նոր հասկացա, որ ինչ շնորհավորեցին, ասեցին շնորհավորում ենք, դուք Սուրբ Հոգով մկրտվել եք։ Ու այդ օրվանից իմ մոտ ոնց որ էլ ավելի այդ Աստծո սերը, Աստծո այդ գերբնական տեսիլքը, որ տեսա, որ տանում է դեպի երկինք, իմ մոտ եկավ հենց փոքր տարիքից, այդ որ ես միշտ մտածում եի, որ մահից հետո արդյոք մահն է վերջնականը, բայց Տերը այդ րոպեներին բերեց նորից իմ այդ մանկության այդ բաները, որ երկինքն է ճանապարհը, այդ աստիճանները տանում էին դեպի երկինք։ Հետո ես երբ որ սկսեցի արդեն կարդալ Աստվածաշունչը, հանդիպեցի Ծննդոցի մեջ 28-րդ գլխի 11-րդ խոսքում, որ Իսահակի որդին Հակոբը գլուխը դնում է քարին, պառկում է, քնում է, այդ րոպեին ինքը տեսնում է երկրի վրա սանդուղը, որ բարձրանում է դեպի երկինք, երկիրն ու երկիրը կապում էր իրար։ Ոնց որ մի անգամից ես հասկացա, որ այդ նույն սանդուղն էլ ես էի տեսել, որը տանում է դեպի երկինք։ Ու ամեն օր ոնց որ փափակ կար արդեն Աստծո խոսքը կարդալու։ Այդ ժամանակ իմ մոտ չկար Աստվածաշունչ, ռուսերեն Աստվածաշունչ էին ինձ տվել,
բայց ես մտածում եմ, երբ պիտի գա այն օրը, ես գնամ Հայաստան, որպեսզի կարողանամ գնեմ հայկական Աստվածաշունչ ու կարդամ, որովհետև այնքան մեծ սեր էր առաջացել իմ մեջ Աստծու խոսքի նկատմամբ, Աստծու նկատմամբ, այնքան մեծ սեր էր եկել, որ չէի իմանում այդ սերը ես ոնց պահեի իմ մեջ։ Ու հիշում եմ, որ արդեն Նարեկը ծնվեց, տղես ծնվեց, ես առաջի անգամ Հայաստան գնացի, այնքան շատ էր այդ սերը, որ ով գալիս էր մեր տուն, ես ասում էի, որ Աստված կենդանի է, պատմում էի ինչեր է իմ հետ կատարվել։ Ու բոլորը ոնց որ ասած բարեկամները, հարազատներն ասում էին՝ մի տարի առաջ դու լրիվ ուրիշ էր, քեզ նորմալ ուղարկել էինք, ես ինչա պատահել քո հետ։ Ով մտնում էր, մամաս էլ ասում էր, ով գալիս է տուն, մենակ էդ ես խոսում։ Ու այդ Աստծո սերը այնքան շատ էր ուժեղ էր, որ ուզում էի բոլորին պատմեի, որ կյանք կա, որ Աստված է կյանքը, Աստված է միակ ճանապարհը, Աստված է բժշկողը, Աստված է մեզ հավատքով աղոթքին պատասխանողը։ Ու սկսում էի արդեն այդ ընթացքում ամառեր ես անընդհատ խոսքը կարդում էի, հենց քնացնում էի Նարեկին գիրքն էի վերցնում ու կարդում էի այդ բառերը այնքան կենդանի էին իմ համար, այնքան հավատքս մեծ ու ուժեղ էր, որ ամեն մի բառը ինձ թվում էր, որ իմ կյանքում պիտի կատարվի։ Ես հրաշք էի ուզում տեսնեի Տիրոջից ու ամեն մի խոսքը ոնց որ ինչ գրված էր ասում էի դու ասում ես Տեր, ուրեմն պիտի կատարվի։ Այդ ժամանակ հիշում եմ, մենք մեր հարևանի հետ, վերևի հարևանի հետ ոնց որ վիճել էինք ընտանիքներով, ոնց որ թշնամի լինեին, այ տենց այդ ձևի թշնամություն էր, բայց հետո ես իմացա, որ այդ իրանց աղջիկը ռակով հիվանդ էր, արյան ռակ էր, ես որ ընդեղ էի արդեն իրանք պատրաստվում էին տունը վաճառեն, որ տանեն Գերմանիայում այդ երեխուն բուժեին։ Ես որ կարդացել էի Աստծո խոսքը, որ օրհնեցեք ձեր թշնամիներին, աղոթեցեք ձեր թշնամիների համար, ասում էի Տեր Աստված, դու քո խոսքի մեջ ասել ես, որ աղոթենք։ Ես այնքան մեծ սեր եմ զգում այդ երեխու նկատմամբ, չեմ ուզում ոչ մի բան լինի, դու բժշկող Աստված ես, դու կենդանի Աստված ես, դու կարաս իրան փրկես, քո խոսքում այսպես է գրված, ուրեմն ես պիտի տենամ դրա պատասխանը։ Ու այդ լացով, աղոթքով ես այդ երեխու համար աղոթում էի։ Հետո հիշում եմ, որ արդեն եկա Հայաստանից Պետրազավոդսկ, հետո ես իմացա, որ Գերմանիա էին տարել ու այդ երեխան բժշկվել էր։ Ինքը լրիվ այնքան մեծ ուրախություն էր իմ մեջ, այնքան հավատքս մեծ էր Աստծո նկատմամբ ու անընդհատ ինչ կյանքում որ լինում էր, առաջնայինը իմ օգնությունը Տերն էր, թեկուզ երեխեքն էին հիվանդանում կամ ասենք ինչ որ մի բան, առաջինը իմ համար էդի աղոթքն էր ու մեր հարազատների մեջ, բարեկամների մեջ անընդհատ խոսում էի, անընդհատ այդ սերմերը ցանում էի հավատքի ու փառք Աստծո ես մինչև հիմա տենում եմ, որ մեր բարեկամներից, մեր հարազատներից շատերը բոլորն էլ ճանաչել են, Տերը օգտագործել է ինձ որպես անոթ, որպեսզի ես կարողանամ այդ սերմերը ցանեմ նրանց մեջ էլ, որ նրանք էլ ճանաչեն ու գան Աստծուն։ Փառք Տիրոջը, Աստված մեծ է, Աստված մեծ հրաշքներ է անում, Աստված հավատացողին միշտ տալիս է, փառք Տիրոջը, թող Տերը փառավորվի։ Շատ հրաշքներ եմ տեսել, Աստծո հրաշքները իմ կյանքում եմ տեսել, բժշկվել եմ, գրիժա եմ ունեցել, որ պիտի վիրահատվեր, հավատքով աղոթել եմ, Տերը ոնց աղոթել եմ, պատասխանը նենց ստացել եմ, քանի բժիշկ տեսել են ու ասել են, որ անպայման պիտի վիրահատվեմ, բայց ես ինքս չեմ ցանկացել, չէի ուզում, հավատքով աղոթում էի ու Տիրոջից պատասխանը ստացա։ Մեծ հրաշքներ եղել են երեխեքիս կյանքում, էլի որ աղոթել եմ տարբեր բաներով, բժշկությունը տեսել եմ իրանց, փառք Տիրոջը, շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ մեր եկեղեցուն, Տերը թող փառավորվի ամեն մեկիս կյանքում, փառք Տիրոջը։